Շատ ուրախ եմ նորից ստեղ լինելու, Փառք Աստծուն, շնորհակալություն Հովիվ Սամվելին, այս հրավերքի համար, հավատում եմ, որ այսօր շատ լավ օր ենք ունենալու, ամեն։ Գիտեք ինչի, որտեվ Կիրակի օրը դա Տիրոջ օրն, ամեն, եւ մենք գալիս ենք, որպեսզի Տիրոջ եկեղեցում լինենք, ու ես հավատում եմ, որ Տիրոջ եկեղեցին դա Աստծո ներկայության ու Աստծո զորության վայր է, ամեն։ Եվ այն մարդիկ, ովքեր Տիրոջ մեջ են, այն մարդիկ, ովքեր միաբանության մեջ են, նրանք Տիրոջ զորության մեջ են, ամեն։ Ու ես հավատում եմ, որ Տիրոջ զորությունը պետք է ավելի ու ավելի շատ դրսևորվի մեր կյանքերում, ամեն։ Որտեղ Աստծո խոսքը, ու ես էլ աղոթում էի, երբ որ պատրաստվում էի, ամբողջ շաբաթ պատրաստվում էի, եւ աղոթում էի, գիտեք, Պողոսի բառերով, որ ասում է, իմ խոսքը, իմ քարոզչությունը մարդկային իմաստության խոսքերով չէր, այլ հոգով եւ զորությունով, ամեն։ Թող մեր բոլորիս խոսքերը, թող մեր բոլորիս վկայությունը, թող մեր բոլորիս քարոզչությունը, ամեն, կապ չունի որտեղ ենք մենք դանում, եկեղեցում, փողոցում, աշխատանքի վայրում, թող միշտ լինի հոգով եւ զորությամբ։ Գիտեք ինչի, որ ասում եմ, որ ձեր հավատքը հաստատվի ոչ թե մարդկային իմաստությունով, այսօր Հովիվ Սամվելը շատ ճիշտ ասեց, այնքան քարոզներ կա, այնքան նյութեր կա, այնքան կարծես թե Աստծո խոսք կա ինտերնետում, YouTube-ում, բայց որ լսում ես, բայց որ խորանում ես, որ սկսում ես համեմատել Աստծո խոսքի հետ, դա այնքան հեռու է ճշմարտությունից։ Դա հաճելի է միգուցե լսելուն, եւ Պողոս առաքյալ ասում է վերջի օր իրենք հայտնվեն մարդիկ, ովքեր կշոհեն ձեր ականջը, հա, նենց լավ բաներ կասեն, հաճելի բաներ կասեն, ինչի, որ դու դա հաճույքով ընդունես, ամեն, բայց գիտես ինչն է հետաքրքիր, ամեն ինչը չի, որ երբ որ մենք հաճույքով ընդունում ենք, հետո լավ է անդրադառնում մեր կյանքերի վրա, ամեն։ Այնպես որ դուք ունեք լավ խոսք, ես իրականում նայում եմ մեկ Հովի քարոզները շատ լավ խոսք, շատ առողջ խոսք, ամեն, եւ պատահական չի, որ դրա պատճառով էլ դիտումներն էլ են շատ։ Մենք չենք առաջնորդվում եւ չենք ոնց որ ասած սրանով կողմորոշում այս քարոզս լավը չէ երևի, խի ավելի քիչ հավաքես դիտում, քան թե անցած քարոզս։ Ոչ, հարցը դրանում չի։ Պարզապես դա YouTube-յան ալգորիթմներն են, հասկանում եք։ Այսօր մեկ այնց քարոզներ կամ այնպիսի հատվածներ են քարոզներից հավաքում տասնյակ, 100 հազարավոր դիտումներ, որ նայում ես, ասում ես հələ մի հատ էլ նայեմ, կարող է, ես բան չհասկացա։ Բայց որ մի հատ էլ ես նայում, հասկանում ես, որ իրականում ստե բան չկար, հասկանում ես։ Դրա համար դա չի հարցը, ամեն, հարցը մեր սրտերի մեջ է, հարցը մեր անկեղծության ու մեր նվիրվածության մեջ, ամեն։ Ինչքանով ենք մենք անկեղծ Տիրոջ հետ, ինչքանով ենք մենք այն ինչ որ մենք փափագում ենք, ինչքանով է դա իրականում այն ինչ որ մենք ուզում ենք որ լինի, այն ինչ որ մենք ուզում ենք որ Աստված անի, թե մեր կյանքում, թե մեր կյանքի միջոցով ուրիշ մարդկանց կյանքում, ինչքանով դա իրականում Աստծո փառքը հետապնդում եւ ինչքանով ենք մենք դա ուզում Աստծուն փառավորենք, այլ ոչ թե միգուցե մեր անձերը, այլ ոչ թե միգուցե մեր հայտնի դառնալը, դա շատ կարեւոր է։ Ամեն, շատ կարևոր է մեր դրդապատճառները, ինչի համար ենք մենք անում այն ինչ որ մենք անում ենք, ամեն, որովհետև իրականում վարձքը մենք ստանալու ենք ոչ թե նրա համար ինչ մենք արեցինք, այլ ինչ սրտով, ինչ դրդապատճառով մենք դա արեցինք, ամեն։ Որտեղ Պողոս ասում է, դու կարող ես քո ամեն ունեցվածքը բաժանես աղքատներին, քո անձը տաս, հա, այրես, բայց եթե ներսը, եթե դրդապատճառը չլինի սերը, այդ ամեն ինչը հավասար է զրոյի։ Եթե անգամ դա նյութապես կամ կյանքը մեծ գին ունի, հա, եթե ասում անգամ քո անձը այրես, դա առանց սիրո, առանց ճիշտ հիմքի ու դրդապատճառի ոչ ինչ է Աստծո աչքերի մեջ, ամեն։ Փառք Տիրոջը, բայց ես էլի դրա մասին չեմ այսօր խոսելու, ես այսօր խոսելու եմ մի կարևոր թեմայի մասին, վերջում բոլոր ցանկացողների համար ես կաղոթեմ, ես տեղ ունեմ յուղ, Հովիվը ինձ յուղ նվիրեց, օծման յուղ, եւ կաղոթեմ ձեզ համար, ասեմ նախորոք երկար բարակ չեմ աղոթելու։ Աստծո խոսք ասեց, եւ ձեռքերներդ կդնեք հիվանդների վրա, կարիքավորների վրա, չէ, եւ նրանք կարողանան։
Չասես կդնեք, երկար բարակ կաղոթեք, սկզբից լեզուներով կաղոթեք, հետո ինչ աղոթքներ գիտեք կասեք, հայմերից սկսած 22-րդ Սաղմոսից ավարտած, չէ։ Ասեց, ինձ հավատացողները ձեռքերները բավականա դնեն մարդկանց վրա, ովքեր ունեն ինչ որ կարիքներ, եւ Տերը դրա միջոցով կհպվի եւ իր գործը կանի իրանց կյանքի մեջ։ Ամեն։ Այնպես որ եթե դուք ունենաս կարիք, վերջում ամեն մեկը կարող եք այստեղ դուրս գալ, ես ուղակի կոծեմ եւ ուղակի կհրճակեմ, ամեն, ուղակի կհրճակեմ, բժշկություն, ազատագրում, ամեն, եւ ես հավատում եմ, որ դրա միջոցով Տիրոջ զորությունը ել ավելի շատ, ամեն, որտեղ ոչ միայն դրանով Տիրոջ զորությունը հարձակվում է մարդկանց կյանքում, ամեն, բայց այդ դրա միջոցով եւս մեկ sense ասած աստվածային մեթոդի միջոցով, հավատքի քայլի միջոցով, ամեն, Տիրոջ զորության բաժինը չափը ավելի կլինի քո կյանքի մեջ, ամեն, եւ դա կօգնի քեզ, որպեսզի դու հավատքով ստանաս քո աղոթքի, քո կարիքի պատասխան, ամեն։ Մի անգամից ասեմ, Աստված պատասխանում է հավատքին։ Ես այսօր խոսելու եմ դրա մասին, ինչպես ստանալ Աստծուց պատասխանը։ Որտեւ այսօր միգուցե դու չունես Տիրոջը գոհացի նրանից, որ առողջ ես, այսօր միգուցե դու չունես բժշկության կարիք, բայց այսօր միգուցե դու ունես ֆինանսական, նյութական կարիք, կամ ինչ-որ մեկ ուրիշ կարիք, ամեն, քանի որ մենք այս երկրի վրա ենք, մենք միշտ ունենալու ենք տարբեր տեսակի զանազան կարիքներ եւ խնդիրներ, ամեն, եւ Աստված պատասխանում է հավատքի միջոցով։ Հիմա որ sense վեկալենք իմ քարոզի վերնագիրը, ինչպես ստանալ Աստծուց պատասխանը։ Պատասխանը հավատքով։ Կարելի է ասել ամեն ու վերջացնել ծառայությունը։ Բայց ամեն ինչ այդքան էլ այտենց չի։ Հավատքով է 100%-ով, ամեն, բայց շատ անգամ մենք չունենք խնդիր հավատքի հետ, այլ ունենք խնդիր հավատքով վերցնելու հետ։ Ամեն, որովհետև Աստված պատասխանում է հավատքին, այլ ոչ թե կարիքին։ Եթե Աստված պատասխաներ կարիքին, առանց հավատքի, այսօր ոչ մեկս, մանավանդ առաջի հերթին, ոչ մի Աստծո զավակ, որտեղ Աստված սեր է, ոչ մի բանի կարոտություն եւ կարիք չեր ունենա։ Բայց Աստված չի պատասխանում կարիքին, Աստված պատասխանում է հավատքին։ Եթե դու շատ լավ գիտես Աստվածաշունչը, մի անգամից դու կարող ես մի երկու դրվագ գտնել, եւ կան այդ դրվագները, որտեղ Հիսուսը ինքը ձեռնարկեց բժշկի կամ էլ ինչ որ հրաշքանի առանց իրեն խնդրելու։ Օրինակ, հիշում եք, որ Հիսուս աշակերտների հետ գնում էր եւ մի քաղաքից սենց թաղման process էր դուրս, то есть թաղում էր։ Եվ ասում է, որ մայրը իր պատանի որդուն տանում էր թաղելու, մահացած պատանի որդուն տանում էր, ոչ մեկ իրան չխնդրեց, ոչ մեկ իրան չասեց, այդ մայրը սուքի մեջ, ահավոր վիճակի մեջ, բայց Հիսուսը ինքը մոտեցավ, Հիսուսը ինքը կանգնեցրեց այդ թաղման արարողությունը, հարություն տվեց այդ պատանին եւ կենդանի հանձնեց իր մոր ձեռքերի մեջ։ Հալելույա։ Ամեն։ Գիտեք դա ինչի մասին է խոսում, որ Աստված այնքան ողորմած է, որ Աստված այնքան սեր է, որ չկարողացավ անտարբեր անցնի այդ իրականում սարսափելի իրավիճակի հանդեպ։ Մենք գիտենք մի ուրիշ նույնպես օրինակ, երբ որ Հիսուսը գնաց միտեղ, որը կոչվում էր Բեթեսդա, եւ գտավ մի մարդու, որը 38 տարի փորձում էր առաջինը մտնել այդ Բեթեսդայի լողավազանը, որովհետեւ երբ որ հրեշտակը հանգարցակի, այսօր դուք երգում եք հանգարցակի, ամեն, այնքան այդ հանգարցակին այնքան բան ունի իր մեջ, ամեն, հանգարցակի, Տիրոջ հոգին իջավ, հալելույա։ Դուք ինչ մտածում եք, որ առաքյալները հավաքված էին վերնատանը, նրանք մտածում էին, որ այդ ձևի հնարավոր է, որ Տիրոջ հոգին իջնի,
Իրանք դուք մտածում են, որ այդ ձևի կրակի երևացող լեզուները քիչն իրանց վրա, իրանք անգամ պատկերացում չունեին, թե ոնց դա պիտի լինի, ամեն, եւ ես ասեմ, դա լավ է, ամեն, քեզ պետք չի պատկերացնես, ինչպես քո հրաշքը տեղի կունենա քո կյանքի մեջ, ամեն, որովհետև Աստված կարող է, ես ասել եմ, իմ բոլոր աղոթքները, ես վերջացնում եմ այս խոսքով, Եփեսացիս 3:20-ի, Աստված կարող է անել անհամեմատ, ասա անհամեմատ, ավելի շատ, քան ես խնդրում եմ, քան ես մտածում եմ, պատկերացնում եմ, երազում եմ եւ մնացած ամեն բաները, ամեն, մեր մեջ գործող զորությամբ գրված է։ Ինչ զորությունով Աստված անում ավելին, քան մենք խնդրում ենք կամ մտածում ենք։ Գրված է, ձեր մեջ գործող զորությամբ Աստված կարող է անել անհամեմատ ավելի, քան խնդրում եք կամ էլ մտածում եք։ Քո մեջ կա զորություն, հալելույա, քո մեջ կա զորություն, եթե դու վերստին ծնված Աստծո զավակ ես, քո մեջ կա Աստծո զորությունը, որը Սուրբ Հոգին է, որը երրորդ օրը Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, ամեն, եւ այդ զորությունը քո մեջ է, ամեն, նա եսին որտեղից չի գալու, նա արդեն եկել է քո մեջ, նա բնակվում է քո մեջ, ամեն, դու իր տաճարն ես, ինքը բնակվում է, ինքը ապրում է քո մեջ, հալելույա, ամեն, եւ այդքան կարեւոր է, որ մենք հավատանք այս բաների, ամեն, եւ գիտեք ինչ, Աստծո զորությունը ուզում է դրսևորվի մեր կյանքի մեջ, ամեն, եւ իհարկե հավատքը դա այն միջոցն է, որով մենք ստանում ենք, որով մենք վերցնում ենք Աստծուց այն ամենը, ինչ որ մեզ անհրաժեշտ է, բայց գիտեք ես մի բան ասեմ, մեր առաջի թշնամին դա սատանան չի։ Մեր առաջի թշնամին դա տգիտությունն է։ Հոգևոր տգիտությունը դա սարսափելի մի բան է։ Եվ Աստծո խոսքը ասում է իմ ժողովուրդը կործանվում է, չի ասում, որտեվ սատանան նրանց ավիրում է, որտեվ սատանան նրանց վերացնում է, ոչ, ասում է իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով։ Մարդը որ չունի գիտություն, նա տգետ մարդ է։ Եվ այսօր մենք պետք է կրթվենք, ամեն, գիտեք մենք պետք է հասկանանք, որ հավատքը, հավատացյալի կյանքը, հավատքը ինչ որ պահերի համար չի, հավատքը ինչ որ մի պահի համար չի, որ հանգարց հայտնվես ինչ որ մի իրավիճակում, որտեղ քեզ պետք է հավատքը, ու դու այդ հավատքով սկսում ես գործել եւ ստանում ես պատասխանը եւ շարժում ես առաջ միջև այն մյուս պահը, երբ որ քեզ նորից այդ հավատքը հանգարց պետք կգա։ Ես ասեմ, շատ քրիստոնյաներ առանց չափազանցնելու մեծամասնությունը հենց այդպես էլ ապրում է։ Հենց այդպես էլ ապրում է, սիրելիներս մենք պետք է հասկանանք, որ եթե մենք չկրթվենք, եթե մենք չլցվենք Աստծո իմաստության եւ հայտնության հոգով, եթե մենք Աստծուց իմաստություն եւ հայտնություն չառնենք, ու չհասկանանք, որ հավատքը մի բան է, որ պետք է դառնա մեր կյանքի ապրելակերպը եւ ոճը, մենք պետք է հասկանանք, մենք քրիստոնեություն չենք խաղում։ Ամեն, մենք Աստծուն չենք օգտագործում այն ժամանակ, երբ որ նա հարկավոր է մեզ։ Հավատքի կյանքը պետք է լինի քո առօրյայի կյանքը։ Հավատքը մի բան է, որ դու պետք է կիրառես ամեն օր։ Ամեն օր։ Ամեն օր։ Ամեն, ինչպես որ դու հաց ես ուտում, ինչպես որ դու կներեք զուգարան ես գնում, ինչպես որ դու ատամներ ես լվում, ինչպես որ դու անում ես այն բաները, որը ամեն օր անում ես եւ առանց դրա անհնարին է, հավատքը պետք է քո կյանքում գործի եւ դու պետք է կիրառես այդ հավատքը ամեն օր։ Եթե դու չգործես ամեն օր, եթե դու չկիրառես հավատքը ամեն օր, դու չես տեսնի այն հրաշքները, այն պատասխանները, այն զորությունը, այն գերբնական ամեն բաները, որը դու արդեն իսկ ունես Քրիստոսի մեջ, որտեղ մենք ասում Աստծո խոսքը, մեզ տրված է Քրիստոս Հիսուսում։ Գիտեք ես ինչի եմ ասում, գիտությունն է ահավոր։
Որտեւ եթե դու չգիտես, դու չես կարող դրանից օգտվել։ Օրինակ մի քարոզիչ պատմում է, ինքը Կազախստանում էր Մաքսիմովա, եթե ինչ-որ մեկը գիտի, ինքը հիմա Սան Դիեգոյում է։ Ապրում եկեղեցի կա այնտեղ իրանց։ Եվ ասում է ինքը շատ էր շրջագայում եւ անընդհատ ոնց որ դու գիտեք ով որ շատ է շրջագայում մանավանդ եթե նույն ավիո ուղիներով է շրջագայում դու դե ունես բոնուսներ ունես ինչ որ բաներ ինչ որ ժամանակ անց դու կարող ես ձրի թռչել ինչ որ բաներից օգտվում ես ասում եմ իմ ոնց որ ինքը պետքա թռներ տրանզիտ ինչ որ մի երկրում պետք է իջներ մնար аэроպորտում հետո մի 8 ժամ հետո ուրիշ ասում եմ 8 ժամ Գիշեր ասում ես չգիտեմ ինչ անեմ ասում հոգնած դե ասեցի ինչ կա ինչ անեմ ասում սովորական էս аэроպորտի օդանավակայանի բաների վրա աթոռների վրա մի կերպ ինչ որ բարձ արեցի դրեցի մի կերպ ասում տանջվեցի տարապեցի ասում ավելի հոգնեցի քանց թե հանգստացա բայց ասում հետո Երբ որ ասում ես եկա ու որ արդեն պետք է նստեմ ինքնաթիռ, ասում երբ որ իմ տոմսը նայեցին, ասեցին դուք բան չեք դուք ստեղ նստարաններին քնած։ Ասում դե հանգստանալ, ասում դու գիտեք որ դուք VIP զալում ազատ մուտք ունեք։ Ձեր կարգավիճակը թույլ է տալի որ դուք VIP զալից օգտվեք։ Մարդ ուներ ռեալ հնարավորություն, Իրան հասանելի Իրան հասանելի, որ դա Իրան ինքը ուներ արդեն, ոչ թե կունենար, ինքը ուներ, բայց չիմանալու պատճառով նա չօգտվեց դրանից։ Նույն այստեղ ասելներս, եթե մենք չունենանք գիտություն, մենք չենք կարող օգտվենք, մենք չենք կարող վերցնենք, մենք չենք կարող ունենանք այն, ինչ որ արդեն իսկ մեզ է պատկանում, ամեն։ Իսկ ասո խոսքը գիտեք ինչ ասում։ Պետրոս առաքյալ ասում է, մենք Քրիստոսի մեջ ունենք ամեն ինչ, ասա ամեն ինչ որ մեզ անհրաժեշտ է, առաջինը կյանքի համար, ինչ է անհրաժեշտ կյանքի համար, ես խոսում եմ երկրային կյանքի համար, ինչ անհրաժեշտ, նյութական, ֆինանսական, չէ, ինչ որ անհրաժեշտ է, ամեն ինչ, և ասում է ունեք ամեն ինչ կյանքի և աստվածապաշտության համար, առաջինը, ունենք Քրիստոսի մեջ այն ինչ որ մեզ անհրաժեշտ է կյանքի համար, նյութական ու ֆինանսականը եւ աստվածապաշտության համար, այսինքն Աստծուն պաշտելու, Աստծուն ծառայելու համար։ Ինչա պետք Աստծուն ծառայելու համար, իհարկե հոգևոր պարգևներն ու հոգևոր շնորհները։ Այսինքն Քրիստոս Հիսուսի մեջ Աստծո խոսքը Պետրոս ասում է ոչ թե կունենաք որ մի քիչ ձեզ լավ պահեք, որ լավ սենց ամեն ինչ ճիշտ անեք, հա? Չի ասում Քրիստոսի մեջ նրա պատճառով, որ նա խաչի վրա բարձրացավ, նրա պատճառով, որ նա մեր մեղքերը իր անձի վրա վերցրեց, նրա պատճառով, որ նա գին վճարեց, նրա պատճառով, որ նա արուն թափեց, նրա պատճառով, որ նա մեզ սիրեց, նրա պատճառով, որ նա մահացավ ու հարություն առավ, ու նրա պատճառով, որ դուք հավատքով ընդունեցիք իրան որպես Տեր ու Փրկիչ, դա է պատճառը, որ դուք արդեն իսկ ունեք։ Եվ շատ պարզ հարց առաջ, բա որ ունեմ ուր է։ Բա որ ամեն ինչ որ կյանքի համար ինձ անհրաժեշտ է։ Այսօր դուք ինձանից լավ գիտեք, ես նոր եմ եկել, դուք շուտվանից եք ստեղ, առանց մեքենային անհնար է։ Ստե մեքենան անհրաժեշտություն է, բայց սո խոսքը ասում է դու Քրիստոսի մեջ ունեք ամեն ինչ որ ձեզ անհրաժեշտ է։ Բարձում է էտել է նրա մեջ մտնում, ամեն։ Ամեն ինչ ունեք, բա ինչի չունեմ, հարցը սրանում է, որ մենք ունենք դա մեզ է պատկանում, բայց հավատքով մենք դա պետք է վերցնենք և տեղափոխենք այդ հոգևոր անտեսանելի տիրույթից, տեղափոխենք հավատքի ձեռքով այստեղ տեսանելի տիրույթի մեջ, ամեն։ Եվ այսօր ես ուզում եմ խոսամ դրա մասին, ինչպես մենք դա անենք։ Ու ես նորից եմ ուզում ասեմ, դու դա պետք է անես ամեն օր։ Եթե դու հավատացյալ ես, եթե դու հավատում ես Տիրոջը, եթե դու ընտրել ես Քրիստոսին հետևել,
լինել Քրիստոսի նման, լինել նրա աշակերտը, հետևել նրան վարդապետության մեջ եւ հետևել նրան իր գործերի մեջ, ուրեմն դու պետք է հասկանաս, որ դա մի բան է, որ տրված է քեզ որպես ամեն օրվա ապրուստ, որովհետեւ արդարը հավատքից կապրի։ Ամեն։ Ինչա պետք որ արդարը ապրի։ Արդարը ինչից կապրի։ Բիզնեսից, չէ՞։ Թոշակից, նպաստներից, չէ, արդարը հավատքից կապրի։ Ամեն։ Հավատքն է, որ մատակարարում է արդարին, այն ամեն անհրաժեշտ բաներով, որը իրան պետք է թե կյանքի համար, թե աստվածապաշտության համար։ Ամեն։ Եվ ես այսօր ուզում եմ խոսեմ հենց դրա մասին։ Եվ մենք կնայենք մի քանի օրինակ, սրա մեջ մտնում է նաև բժշկությունը։ Սրա մեջ մտնում է նաև բժշկություն, ամեն, որովհետև գրված է, որ նա վեր առավ մեր ցավերն ու տկարությունները։ Եվ նրա վերքերով մենք մի օր կբժշկվենք։ Մի օր։ Եթե Աստված լավ տրամադրության, ասենց մի քիչ փառաբանության երգեր միացնենք ու ասենց Աստծո առջև բարենք, մի քիչ Աստծո սիրտը շահենք, ուրախացնենք, չէ՞, նենց լավ մթնոլորտ ստեղծենք ու այդ պահիտակ այդ կարող է կատարվի։ Գրված է, որ նա վեր առավ, այսինքն նա արդեն վերցրել է մեր բոլորիս ցավերը, հիվանդությունները, տկարությունները, նա վերցրել է իր մարմնի վրա 2000 տարի առաջ, նա խաչվել է եւ այն ամեն ինչ որ մեր դեմ էր Աստծո խոսքը, ասում է, նա գամեց խաչին։ Ամեն, եւ փոխարենը գրված է նրա վերքերով մենք մի օր կբժշկվենք, չէ՞, տենց է գրած։ Էլի եթե հանգարց տենց մեզ լավ պահենք, սենց բանը ամեն օր, չգիտեմ, սենց ինչ որ բաներ անենք, այդ ժամանակ հանգարց Աստված կողորմա ու եթե Աստծո կամքն է, ոնց որ շատ մարդիկ են ասում, եթե Տերը կամենա, կբժշկվեմ, եթե չէ, չեմ բժշկվի, չես բժշկվի։ Որտեւ եթե Տերը չկամենար քո բժշկությունը, Հիսուս Քրիստոսը մեր բոլորիս, բոլոր ցավերն ու տկարությունները իր անձի վրա չեր վերցնի, խաչի վրա չեր բարձրացնի, չեր վիրավորվի, չեր խոցվի եւ նրա վերքերով մեր բժշկության գինը չեր վճարի։ Ամեն։ Դրա համար Քրիստոսի մեջ մենք ամեն ինչ ունենք։ Քրիստոսը, երբ որ ասեց կատարվեցավ, Եվ նոր հոգին հանձնեց հոր Աստծուն, այդ կատարվեցավ նշանակում է ամեն ինչ որ պետք է արվեր, հոր Աստծո կատարյալ կամքը ես կատարեցի եւ ամբողջապես ավարտին հասցրեցի։ Եվ ձեզ ոչ մի բան չի մնում անել, միակ մի բան մնում անել, որ դուք հավատաք ինձ եւ հավատաք նրան, ինչ որ ես արեցի։ Ամեն։ Գրված է, որ դու ինքը վերցրել ես քո հիվանդությունը, ամեն։ Այնպես որ երբ որ մարդիկ ասում են այն բանը շաքարից դեղը դու մի հատ խմեմ։ Այն ալերգիայից մազը դու մի հատ քսեմ։ Դες վերջերս մեկ ասեցին ալերգիայի մազը ու ասում լսի ասում եմ ալերգիան քոնը չի։ Դու ստեղ ես թե չէ։ Ալերգիան քոնը չի, շաքարը քոնը չի։ Հասկանում ես, միգրենը քոնը չի, ոչ մի հիվանդություն քոնը չի, հերիքը սեփականաշնորհեն, ինչ որ պետք չի սեփականաշնորհել։ Դա քոնը չի, ինչի, որովհետև Քրիստոսը վերցրել է դա քեզանից։ Ամեն։ Դա քոնը չի, եթե դու ասում ես, որ շաքարից դեղերը տվեք, նենց ասում ես շաքարից դեղերը։ Նույնիսկ քաղցր են մեկ մարդիկ, ասում են շաքարից դեղերը մի հատ տվեք խմեմ։ Շաքարը բարձի որ չի ուզենա գնա։ Ինքան շաքարով ես ասում, որ շաքարը կուզենա մնա։ Որտեվ դու ասում ես, որ դա իմն է։ Ալերգիայից դեղը տվեք քսեմ։ Իհա կքսես ժամանակավոր միգուցե դեղը կազնի կանցնի, բայց ինքը չի գնա, ինչի, որտեվ դու իրան անվանում ես քոնը։ Ոչ մի հիվանդություն մի անվանի քոնը։ Ամեն։ Անգամ եթե կա սիմպտոմներ, անգամ եթե կա այդ հիվանդությունը, դա չի նշանակում, որ դա եթե եկել է, եթե դրսևորվել է, դա չի նշանակում, որ դա քոնն է, դրա համար էլ եկել է,
Ոչ, սխալվել է, սխալ հասցեով է եկել քո հիվանդություն, ամեն, բայց եթե դու չես հակառակվում, եթե դու նրան չես վռնդում, նա տեղավորվում է եւ մնում ու հաստատվում է։ Ամեն։ Դրա համար մենք ինչ պետք է անենք, մենք պետք է հրաժարվենք, մեկ ընդմիշտ հիշի եւ հրաժարվի եւ հասկացի Աստված հիվանդություն չի տալի։ Հանի այդ կրոնական սխալ սատանայի դժոխային սուտը Աստված հիվանդություն չի տալի, հիվանդությունը Աստծո կամքը չի եւ Աստված հիվանդությունով չի դաստիարակում մեզ։ Որտեւ գրված է Աստված չարով չի փորձում։ Սատանան չարից է, հիվանդությունը չարից է, անեծքը չարից է, աղքատությունը չարից է։ Բայց Աստծո խոսքը Կողոսացիում ասում է, նա գնեց մեզ չարի ողջ իշխանությունից եւ տնկեց իր սիրելի որդու արքայության մեջ։ Ես ու դու գնված ենք չարի ամբողջ իշխանությունից։ Ասեմ առավել, նա մեզ տվեց իշխանություն կողտալու օծերին եւ կարիճներին եւ նրա ողջ զորությունը եւ խոստացա, որ մենք չվախենանք, որ այդ ժամանակ մեզ չար բան չի պատահի։ Ամեն։ Այնպես որ սիրելիներս, ոչ միայն մենք գնված ենք չարի ամբողջ իշխանությունից, որի մեջ մտնում է հիվանդությունը, որի մեջ մտնում է անեծքը, որի մեջ մտնում է աղքատությունը, դեպրեսիան եւ մնացած վատ բաները, նա գնել է մեզ։ Ամեն, նա արդեն գնել է մեզ։ 2000 տարի առաջ նա գնել է մեզ ու երբ որ մենք ապաշխարեցինք, մենք մտանք այդ ուխտի մեջ։ Մենք մտանք այդ ժառանգության մեջ։ Աստծո խոսքը ասում է դուք Քրիստոս Աստծո ժառանգներն եք։ Դուք ժառանգակից եք Քրիստոս Հիսուսի հետ հավասար։ Երբ որ մոլորված որդին անառակ որդին վերադարձավ եւ հայրը նրան ընդունեց եւ նրան հագցրեց այդ շորերը, դու այդ շորերը արդեն ունես։ Դու այդ արդարության շորերը արդեն ունես, դու այդ մատանին, այդ կնիկով դու արդեն ունես, որ գրած է Աստծո որդի կամ Աստծո դուստր։ Ամեն, բայց երբ որ եկավ ավակ որդին եւ տեսավ, որ այդ մեղավոր որդու համար նա ամենալավ մսացու եզն ամորթել եւ քեֆ անում, նա ջղայնացավ, նա սկսեց ասել, ես ծառայում եմ քեզ, բայց դու ինձ չարեցիր եւ գիտեք ինչ ասեց հայրը, ասեց լսի որդիս, այն ինչ որ ես ունեմ, դա քոնն է։ Ինչ որ ես ունեմ դա քոնն է։ Ժենես դա Հիսուսի պատմած առակն է։ Եվ դա ուղղակի առակ չի, դա ուղղակի հետաքրքիր պատմություն չի, դա հոգևոր իրականությունն է։ Դու պետք է հասկանաս, եթե դու Աստծո ժառանգն ես, լսեք, երբ է ժառանգությունը մտնում ուժի մեջ։ Երբ որ մեռնում է, մահանում է, նա, չէ, ով որ այդ ժառանգը կտակել է։ Սիրելիներս, Հիսուսը մահացավ։ Հիսուսը մահացավ եւ հարություն արավ եւ այդ պահին, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին որպես մեր Տեր ու Փրկիչ, մենք վերստին ծնունդ ենք ստանում Աստծո արքայության մեջ, այդ պահից մտած մենք մտանք Աստծո արքայության մեջ եւ դարձանք օրինական ժառանգորդներ եւ այն ինչ որ ունի հայրը պատկանում է մեզ որպես իր սիրելի որդիներ եւ ով համաձայնա թող ասի ամեն Հալելույա, դա մեզ է պատկանում, որտև հայրը դրա միջոցով ասում է, դուք եք իմ ժառանգները, ամեն, ինչ որ ունի Աստված, մեզ է պատկանում, ինչ որ ունի հայրը, մեզ է պատկանում, ինչի, որտև նա սեր է, որտև նա առատաձեռն է, և որտև նա է ուզում, անի անհամեմատ ավելին, կազ մենք խնդրում ենք և մտածում ենք։ Ես այդ երկու օրինակը պատահական չբերեցի։ Ես այս օրինակը որ բերեցի, եկավ երկրպագության ժամանակ, որտեղ մտածում է և գիտեք ինչի, որտեղ շատ անգամ մենք հիմնվում ենք ոչ թե նրա վրա, ինչի վրա պետք է, այլ հիմնվում ենք, որովհետև դա ավելի ձեռնատու է, չէ, մենք բոլորս հեշտին վազող ենք։ Ես այս բան եմ լսել, որ եթե չեմ սխալվում, թե Բիլ Գեյթսներ, թե Մարկ Ցուկերբերգն է, թե ինչ-որ մեկ այդ միլիարդերներից գործյա վեկալում ծույլ մարդկանց։ Շատ օրինակը, չէ՞։
Գիտեք ինչի։ Ասում եմ որտեղ ծույլ մարդիկ, որ չեն ուզում շատ բան անեն, նրանք գտնում են հեշտ տարբերակը։ Եվ ստացվում է իրաց մոտ գտնել հեշտ տարբերակը։ Հիմա մենք բոլորս ենք այտենց։ Դա մեր մարդկային էությունն է։ Գտնել հեշտ, մենք ամեն ինչ ուզում ենք շատ արագ ու հենց հիմա, չէ՞։ Դրա համար այս կաֆեները, չէ, արագ սպասարկման, գիտեք ինչի է այտենց տարածված։ Դες վերջերս կնոջս ծնունդներ գնացինք լավ, շատ լավ ռեստորան, այնքան երկար սպասեցինք, ինչ բերեցին։ Շատ երկար։ Բայց երբ որ գնում ես այդ արագ սնունդի կետը, մանավանդ եթե drive-thru ես անում, եկար ստե ասեցիր, մեքենան հասավ, եկալեցիր գնացիր։ Այ մենք այդտենց ենք պատկերացնում։ Եվ մենք այդ երկու օրինակ ասենք, թե կան էլի ուրիշ օրինակներ, ասենք, հա, որ դա բացառություն է։ Աստծո խոսքի մեջ դա բացառություն է, որ Հիսուսը ինքը անձամբ գնաց մոտեցավ, հա, եւ ասենք հարություն տվեց, գնաց մոտեցավ եւ բժշկեց այդ 38 տարի հիվանդության մեջ գտնվող մարդկանց մեջ։ Ու չգիտես ինչի, մենք գնում ենք բացառության հետևից, որ հեսա մի օր Աստված հանկարծ, էլի հանկարծ, կգա, ես նստած կլնեմ, ես вообще ուրիշ բանով զբաղված կլինեմ, եւ հանկարծ կզգամ, որ բժշկվեցի, հալելույա, ու կվկայեմ Աստծո հրաշքի մասին։ Ես չեմ ասում, որ այդպես չի կարա լինի։ Ամեն, ես ինքս շատ ուժեղ փափակում եմ եւ ես շատ եմ սիրում բոլոր են աստվածաշնչյան պատմությունները, երբ որ հրաշքը կամ բժշկությունը տեղի անենում մի անգամից։ Իմ ամենասիրած բառը աստվածաշնչում է դա, եւ մի անգամից ռուսերեն «И тотчас» գույրի աչքերը բացվեցին, «И тотчас» հենց այդ պահին։ Հիսուսը ձեռը չի ասնում, քաշի բորոտը մաքրվեց, վաու։ Ամեն, պետքա ձգտել դրան, պետքա գնալ դեպի դա, բայց անգամ Հիսուսի կյանքում կա վկայություն, то есть օրինակ, երբ որ աղոթում է մի քույրի համար, առաջի անգամ աղոթում, ասում է ինչ ես տեսնում, ասում է տեսնում եմ մարդկանց ինչպես ծառեր, այսինքն դեռ ամբողջական չի իմ տեսողությունը վերականգնվում, հետո նորից աղոթում ու այդ ժամանակ նոր նրա աչքերը պարզվում է եւ սկսում է տեսնել ամբողջովին բժշկված։ Հասկանում եք, Աստված տարբեր ձևով է գործում։ Հասկանում եք, միթե Աստված չէր կարա Աբրահամին 25 տարի չսպասացներ։ Կարար թե չէ, իհարկե։ Այդ հրեշտակները Տիրոջ հետ որ եկան եւ հյուրասիրեց Աբրահամ ընդունեց, չէ՞։ Այդ 25 տարի առաջ գային, կարող չի հյուրասիրեր։ Բա ինչ կաներ։ Միշտ էլ կհյուրասիրեր, բայց ժամանակա պետք։ Ամեն։ Մենք չպետք է թելադրենք ամենակարող Տիրոջը եւ Աստծուն մեր պայմանները։ Ամեն։ Ու մենք չպետք է հիմնվենք այն ձևին ու այն բանին, ոնց մենք ուզեինք։ Մենք պետք է հասկանանք, որ կա կոնկրետ հավատքի քայլեր, որը մեզանից է կախված։ Այն պահին, երբ որ դու սպասում ես, որ Աստված մի բան կանի, այդ պահին Աստված սպասում է, որ դու հավատքով վերցնես այն ինչ որ նա արդեն արել է։ Ամեն, նորից եմ կրկնում, այն ժամանակ, երբ որ մենք հավատացյալները սպասում ենք, որ Աստված մի բան կանի, Աստված սպասում է, որ մենք հավատքի քայլ անենք, որ վերցնենք այն ինչ որ նա արդեն խաչի վրա արել է։ Խաչի վրա նա ամեն բան արել է։ Ամեն։ Գիտեք, դրա համար մենք պետք է սրան հավատանք։ Ոնց է դրսևորվում հավատքը, հավատքը դրսևորվում է մեր խոսքերի միջոցով, այս սրա մասին եմ ես ուզում խոսել։ Ով է հիշում են պատմությունը, երբ որ եկավ Հայրոս անունով մի մարդ եւ ասեց Հիսուս, խնդրում եմ քեզ, որտեվ եկեք նայենք, հա, որ շատ-շատերը, ասում եւ բոլորը բերում են իրանց հիվանդներին, երբ որ լսում են, որ Հիսուսը եկել է, եւ Հիսուսը տեղեր կա գրածա բոլորին բժշկեց։ Հո սա երազանք է, որ ասենք թե եկեղեցում աղոթքի ծառայության ժամանակ, բժշկության ծառայության ժամանակ բոլորը բժշկվեն։ Ամեն։ Դուք գիտեք, որ երբ որ Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից, նրանց մեջ ոչ մի հիվանդ մարդ չկար այլևս։ Դա հին ուխտն է, դուք պատկերացնում եք։
Դա հին ուխտա, իսկ Աստծո խոսքը ասում է, նոր ուխտը անհամեմատ գերազանցում է հին ուխտը։ Նոր ուխտը անհամեմատ փառահեղ ու զորավոր է, քան թե հին ուխտը։ Եթե դա հին ուխտում էր հնարավոր, նոր ուխտում առավել եւս հնարավոր է։ Ամեն։ Մենք պետք է սրա համար աղոթենք, մենք պետք է սրան հավատանք։ Եվ ինչ եղավ, Հիսուս ասեց, ես կգամ եւ կբժշկեմ քո դուստրը։ Եվ գրված է, ես չեմ կարդա այդ ամեն ինչը, սա կարող է գրել Մարկոս 5-ի 24-ից 34 խոսքերն է։ Եվ գրված է, որ Հիսուսը գնաց եւ նրանք գնում են եւ գրված է, որ շատ մեծ ամբոխ էր հետևում Հիսուսին։ Եվ գրված է, որ նրան նեղում էին, այսինքն ո՞նց էին նեղում, այնքան մարդ էր նրա շուրջ բոլոր գնում։ Հիշում եք Փաշինյանը, որ մեծ բանը բազմությունը հավաքի, իշքան մարդ կար կողքը, չէ՞։ Իշքան մարդ, լիքը մարդիկ, տենց կողքից գնում էին, տենց, չէ՞, նո լիքը նեղված ինքը տենց գնում էր։ Չգիտեմ ուր էր գնում, բայց գնում էր։ Եվ ինչն է հետաքրքիր, հա։ Եվ Միկին, ես ուզում եմ այդ մասը անպայման կարդամ։ Եվ Միկին, եւ որ 27 խոսից, եւ որ այդ կինը, որը 12 տարի կանացի արունահոսությամբ տառապում էր։ Պատկերացնում եք, 12 տարի գրված է իր ողջ ունեցվածքը, վատնեց, տվեց բժիշկներին, բայց ոչ մի բանով նրանք չկարողացան օգնել։ Եվ երբ որ լսեց Հիսուսի մասին, ստե մարդ կա, որ Հիսուսի մասին լսել է։ Իսկ ինչ է կարծում, ինչ լսեց Հիսուսի մասին։ Ասենք թե անեշը, չէ որ լսեց, հա ինչ որ մի հատ Հիսուս կա, նազովրեցի, գնում է, էլի, լիքը մարդը հետ, ոչ։ Լսեց Հիսուսի, այսինքն ինքը Հիսուսի մասին լսել էր։ Ինչ է լսել։ Ինքը լսել էր, որ դա այն Հիսուսն է, որ այս կույրի աչքերը բացեց։ Միգուցե իր ծանոթ ինչ որ բորոտի սրբեց։ Եվ նա լսել էր, որ շատ տարբեր հրաշքներ ու բժշկություններ էր եղել, որտեղ իրականում շատ մեծ թվով հրաշքներ են լինում Հիսուսի օրոք։ Եվ երբ որ լսեց այդ բժշկող հրաշագործ Հիսուսը անցնում է այդտեղով, որը շատ շատերին բժշկել էր ու ազատագրել էր, ինչ արեց։ Գրված է, երբ որ Հիսուսի համար լսեց, ամբոխի մեջ ետևից եկավ, դպան նրա հանդերձին, որովհետև ասում էր, Հալելույա, որովհետև ասում էր, որ եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, կփրկվեմ։ Նա ասում էր, երբ որ լսեց, որ այս բժշկող Հիսուսն է, նա ասում էր, նա ուղղակի ոչ թե մտածում էր, հայրենում գրած է, նա ասում էր, ինչ էր ասում, նա ասում էր, դա այն Հիսուսն է, որ սաղին բժշկում է, ուրեմն ինձ էլ կբժշկի։ Ամեն։ Նա չէր ասում, միգուցե եթե Տերը ողորմա, միգուցե եթե Տերը կամենա, ինձ մեղավորիս ու հանցավորիս, որովհետև իրան անմաքուր են համարում հենց այդ հիվանդության պատճառով։ Ինչի նա չեկավ կանգնեց Տիրոջ առջև եւ ասեց Տեր բժշկի, ես 12 տարի արունահոսում էր, որտեղ շատ հնարավոր է իրան կքարկոծեին, որ ինքը անմաքուր լինելով մտել էր մարդկանց մեջ։ Դրա համար ինքը ստիպված էր թաքուն հետևից մոտենալ եւ դիպչել ոչ թե իրան, որտեղ ինքն էլ մտածում էր ես անմաքուր եմ, իրան իրավունք չունեմ դիպչելու, բայց գոյնը իր հանդերձի ծայրին դիպչեմ։ Ու ինքը ասում էր ես հավատում եմ, սա այն ինչ որ մենք պետք է ասենք, Տեր ես հավատում եմ, որ այն ինչ որ դու ունես ինձ է պատկանում, Տեր ես հավատում եմ, որտեղ ինքը ասում էր։ Ամեն, ինքը ասում էր, ինքը հռչակում էր, ինքը դավանում էր, դա այն է ինչ որ մենք պետք անենք, դա այն հավատքի ձեռքն է, ինչով մենք պիտի դիպչենք Տիրոջը եւ վերցնենք այն ինչ որ մեզ պատկանում է։ Նա ասում էր, եթե ես միայն դիպչեմ, ես կբժշկվեմ։ Գիտեք նրա խոսքերի մեջ չկար կասկածանք, նրա խոսքերի մեջ չկար երկմտություն։ Այ հավատացյալները որ ասում են, եթե Տիրոջ կամքն է կբժշկվի, եթե չէ, դա երկմտություն է։ Իսկ Հակոբոս ասում է, թող մարդ որ ունի երկու միտք, կլինի թե չէ, կստացվի թե չէ, կասու կամքն է թե չէ, չկարծի, որ անգամ մի փուճուր բան կարա ստանա Տիրոջից։ Մի անգամից Տեր ասում է, չէ ստանալու։ Մի անգամից կարող ես էլ քեզ չտանջել։
Մի անգամից դա վեր դու չես ունենա հաղթանակ։ Ամեն։ Բայց նա հաստատ ասում էր, եթե ես, գիտեք, սա հավատք է պետք։ Հավատք է պետք, որ բայց հավատքը հենց ես անցած անգամ ասում եմ, հավատքը համարձակություն է։ Նա համարձակ քայլ արեց։ Եվ նրա բառերի մեջ կար հավատք եւ համարձակություն։ Եվ հենց այդ իր ասելն էր, որ իրան փրկեց, որովհետև Հռոմեացիս 10:9-10 գրված է, որովհետև եթե սրտով հավատանք եւ շուրթերով դավանենք Հիսուսին որպես Տեր, չի գրած միայն սրտով հավատանք։ Եկեք սրտով հավատացողներից սաղը ճանաչում եք։ Բարեկամներ ունեք սրտով հավատացողներին, ծանոթներ, հարազատներ միգուցե, հարևաններ, ով չի հավատում, ես չեմ հավատում, մեռնեմ Աստծո զորությանը։ Սրտով հավատացողները շատ են, բայց Աստծո խոսքը ասում է բավական չի սրտով հավատալ։ Հավատքը պետք է դրսևորվի քո սրտի մեջ պետք է լինի եւ քո շուրթերի վրա պետք է լինի։ Ամեն։ Հավատքը ունի երկու վայր, որտեղ պետք է գտնվի։ Դա քո սիրտն է եւ դա քո շուրթերն է, որովհետեւ եթե քո սրտի մեջ կա հավատք, Հիսուս ասեց շատ པարզ բանաձև 100%-անոց, որ շուրթերը խոսում են սրտի լիությունից։ Չկա, եթե չկա հավատք շուրթերի վրա, չկա հավատք սրտի մեջ։ Ոնց ուզում ես մտածի, ոնց ուզում ես կներեք ծիբրնի, սա ճշմարտություն է։ Եվ դրա համար այդ կինը ունենալով իր ներսի համոզվածությունը, եթե ես կպնեմ, եթե ես կպնեմ իրա, ինձ ինչ է պետք, ինձ պետք է դիպչել իրա հանդերձին։ Ինձ պետք է դիպչել իր հանդերձին, անգամ եթե մարմնին չէ, նա հավատում էր, որ օծությունը նաև կարող է փոխացվել ինչ-որ տարբեր ձևերով։ Դրա համար էլ գրված է Գործք մեջ, որ Պողոսի վրայից վերցնում էին շորերը, չգիտեմ, գոտին, մոտին տանում դնում էին հիվանդների դիվարների վրա եւ նրանք ազատագրվում էին եւ բժշկվում էին։ Ինչի, որտեղ օծությունը կարող է փոխանցվել։ Ամեն, շատ վկայություններ կա, որ մենք էլ մարդը չի եկել կամ չի ուզեցել գա, աղոթել ենք իր շորի վրա կամ ինչ-որ մայկայի վրա եւ հետո տարել են այդ մարդը առանց իմանալու անգամ հագել է եւ բժշկություն է ստացել։ Շատ նման վկայություններ կա, մի անգամ Ստեփանավանում մի կին եկավ, ասում էր մարդը սահավոր խմողը, այնքան է խմել, սիրտը թուլացել է, չի կարում անգամ փայտ ջարդի այն ժամանակ վառարան էին վարում, ինչ կլինի ասեց, Հովիվ ջան, մի հատ էս իր մայկայի վրա, ներքի մարկայի վրա աղոթեք։ Երեք ինչ ներդարկիր աղոթեցինք, մյուս շաբաթ, մյուս կիրակի եկավ, ասում է հենց հագավ թե չէ, ասում է մի քանի ժամանակ հետո, ասեց ոնց որ լավ եմ, դեր կացավ ու գնաց սկսեց փայտ ջարդել, ասում մենակ Հովիվ ջան խմելը չթողեց, ու ամբողջ այդ ծառայությունը եկել էր դուրսը սպասում էր, հասկանում եք, սա ուրիշ հարց է, բայց ինչ եմ ուզում ասեմ, այս կինը իր սրտի մեջ ուներ համոզվածություն, ամեն, որտեվ հավատքը դա համոզվածություն է, ռուսերեն գրած է, «Вера есть уверенность в невидимом». Համոզվածություն, խորը համոզմունք այն բաների մեջ, որը միգուցե չեմ տեսնում, բայց գիտեմ, որ դա հաստատ այդպես է։ Ամեն։ Միգուցե այսօր ես ունեմ ինչ-որ սիմպտոմներ, միգուցե այսօր ես ունեմ ինչ-որ հիվանդություն, անգամ եթե տեսանելի կերպով է դա։ Բայց ես մի բան գիտեմ, Հիսուսը վեր առեց ամեն ինչը։ Միգուցե ես այսօր չեմ տեսնում իմ բժշկությունը, բայց ես գիտեմ, որ նրա վերքերով ես ունեմ այդ բժշկությունը։ Ամեն։ Ինձ ինչա պետք, ինձ պետք է վերցնել, ինչա պետք, ինձ պետք է ասել, ինձ պետք է հռչակել ամեն օր վեր կանալ եւ դավանել, ամեն օր վեր կանալ եւ հռչակել այն ինչին որ դու հավատում ես, այն ինչ որ դու արդեն ունես Քրիստոսի խաչի վրա կատարված գործի շնորհիվ։ Ամեն։ Եվ գիտեք ես ինչ եմ անում, իմ բոլոր աղոթքների մեջ ամեն օր ես հասկացել եմ մի բան, որ չկա ավելի ուժեղ հավատքի աղոթք, քան թե գոհության աղոթք։ Որտեվ նայեք, երկու տարբերակ կա։ Դու
Դու կարող ես վեր կանալ ասել. Տեր, ես հավատում եմ ու հռչակում եմ, որ նրա պատճառով, որ դու վերցրեցիր իմ մեղքերը եւ վերցրեցիր իմ մեղքերը եւ զոհեցիր իմ մեղքերի համար, մեղքը չունի իրավունք եւ իշխանություն իմ վրա։ Դա ճշմարտություն է։ Դա ճշմարտություն է։ Դուք ասես, բա ինչի դեռ ինչ որ մեղքեր կա իմ կյանքի մեջ, որովհետեւ դու այդ մեղքերին չես ասել իրանց տեղը։ Որովհետև դու այդ մեղքերին չես հրամայել եւ այդ մեղքերին ճշմարտությունը չես ասել, որովհետև հասկանում եք, սատանան հենց այնպես չի գնա։ Սատանան հենց այնպես չի հեռանա։ Նա պարտիզանի մեկն է, հասկանում եք, որ պահկված է, մտածում է տարբեր սիմպտոմների, տարբեր մտքերի միջոցով, վախի միջոցով, ինչ որ բաների միջոցով քեզ համոզի, որ քո տեսածը ավելի իրական է, քան թե Աստծո արածը։ Եվ շատ անգամ մենք առաջնորդվում ենք զգացմունքներով, սիրելիներս, զգացմունքները դա հավատքի մեծ թշնամիներից մեկն է։ Կապ չունի դու ինչ ես զգում։ Կապ չունի դու ինչ ես զգում, հավատքը զգացմունքի եւ տեսանելի բաների հետ ընդհանրապես կապ չունի, դրանք հակառակ բաներ են։ Բայց չեմ զգում որ ասենք թե հասկացեք, հիմա վերջում ես կարող եմ ձեր համար աղոթեմ, դուք ոչի բան չզգաք։ Կարող է ոչի բան չզգաք, բայց եթե դու ոչի բան չես զգում, դա չի նշանակում, որ ոչ մի բան չի կատարվում։ Ինչ որ մեկը կյանքում գնացել է, ռենտգեն արել է իր հոգերը։ Հիմա որ գնում ես դու ռենտգենի ապարատը քեզ նկարում է, ինչ ես զգում։ Մաքսիմում կարող է դիսկոմֆորտ լինի, որ սառն է, որ ուսերդ կպցնում ես, մի տեսակ ես միշտ այդ պահից մի քիչ բան եմ անում, չեմ սիրում։ Հասկանում, դու չես զգում ոչ մի բան, չէ՞, բայց ինքը իր գործ անում է։ Իր գործը այնքան անում, որ այդ բժիշկը, որ ռենտգենոլոգը, որ քեզ բան անում, մի հատ էլ բան է, ասենց ծանր բան է հագնում իր վրա, որ հանգարց ինքը չճարագայթվի։ Հասկանում եք, բայց հետո դու գնում ես եւ ստանում ես պատասխանը, դու տենում ես ռեզուլտատը։ Չէ՞, իր գործ անում է նույնպես Տիրոջ զորությունը քո կյանքում գործում է ու դու կարաս ոչ մի բան չզգաս։ Դու կարաս անգամ հակառակը զգաս, բայց դա հիմք չի, դա պատճառ չի, որպեսզի դու հիմնվես դրա վրա, որ ոչ մի բան չեմ զգում, ուրեմն ոչ մի բան չի կատարվում։ Ոչ, հավատքը պետք է ամեն օր գործի։ Ամեն։ Հավատքը պետք է ամեն օր հռչակվի, հավատքով դու պետք է ամեն օր կանգնես։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ Հիսուսը իր ճանապարհով գնում էր։ Սենց ասած Հիսուսը այդ կնոջ մասին դաժե այդ կնոջը չէր տեսել, որտեվ նա հետևից եկավ եւ դիպեց հանդերձի ծայրին։ Բայց հանկարծ Հիսուսը կանգ առավ։ Եվ շատ տարօրինակ հարց տվեց, ասեց. ով դիպավ ինձ։ Աշակերտները ասեն. Հիսուս ջան, այսքան մարդ է քեզ քո շուրջ բոլորը։ 100 հոգի մարդ կպավ երևի ասում է չէ, սա ուրիշ հպում էր։ Հալելույա։ Գիտեք, տարբեր հիվանդներ կային։ Ես դաժե վստահ եմ, որ միգուցե մարդիկ, ովքեր Հիսուսին կպած գնում էին եւ դիպչում էին, քանի որ նա գնում էր Հայրոսի տուն։ Միգուցե նրանք էլ ունեին հիվանդություն իրաց մարմնի մեջ եւ Հիսուսը իրաց դեռ չէր համար աղոթե, որտեվ հենց եղավ որ Հայրոսը եկավ եւ Հիսուսը ոնց որ իր ճանապարհը փոխեց ու գնաց Հայրոսի աղջկան բժշկելու։ Բայց ոչ մեկ դիպչողներից չբժշկվեց։ Ինչի, որտեվ պետք էր հավատքի այդ հպումը, որպեսզի զորություն դուրս գար Հիսուսից։ Եվ Հիսուսը չէ, դուք չեք հասկանում հոգևոր բաները, որպեսզի ինձանից զորություն դուրս գա, սա պիտի լինի հավատքի հպում։ Եվ այդ կինը չկարողանալով պահկելով ամաչելով ասեց ես էի ու պատմեց եղածի ժամանակ։ Ես ուզում եմ ասել, որ շատ ուրիշ մարդիկ նույնպես կարային ունենային բժշկություն անգամ այն ժամանակ, երբ որ Հիսուսը գնում էր ուրիշ տեղ եւ Հիսուսը իրանց ոչ տենում էր, ոչ էլ իրանք Տիրոջից ինչ-որ բան էին խնդրում։ Ինչ էր պետք այդ բոլոր մարդկանց, ոչ որ բոլորը ստանային իրանց հրաշքը, ոնց որ այդ կինը ստացավ։ Ոչ թե պարզապես սովորական հպում, այլ հավատքի հպում։ Ամեն։ Մենք շատ անգամ շատ հավատացյալներ, գնում ենք Հիսուսի հետևից, ոնց որ, առօրյա կյանքում մենք հավատացյալ ենք, մենք եկեղեցի ենք գալի, մենք կոչում ենք մեզ Աստծո ժողովուրդ, գնում ենք Հիսուսի հետևից, գնում ենք, բայց այդ հավատքի հպումն է մեզ պակասում։
Այդ հավատքի հպումն է պակասում, որ հավատքով վերցնենք այն, ինչ որ մեզ է պատկանում։ Եվ այդ կինը ասում էր, եթե միայն կդիպչեմ, ապա կբժշկվեմ։ Սա իրականում հավատք է, որը դրսևորում է թե իր սրտի միջոցով, թե իր շուրթերի միջոցով։ Հիշում եք, որ Հիսուսը անիծեց թզենու ծառը։ Եվ հետո Պետրոսը մյուս օր անցնելով ասում, «Վաու, Հիսուսը լնայի, այն թզենու ծառը, որ երեք անիծեցիր, այսօր քոքից չորացել է»։ Եվ գիտեք Հիսուս ինչ ասեց։ Եթե, ասեց, եթե դուք հավատաք, դուք էլ տենց կանեք։ Ասեց, եթե դուք հավատաք եւ ասեք, հասկանում եք, սա անբաժանելի է։ Դու պետք է սա վերցնես։ Ես հիմա քեզ բաներ եմ ասում, որ քեզ ամբողջ քո կյանքում պետք է գա։ Որովհետև հովիվը չի, ես չեմ, այն մյուսը չի, այլ քո հավատքի քայլը, քո հավատքի կյանքը, քո հավատքի ընթացքը դու պիտի անցնես։ Ամեն։ Վաղը դու կարող ես ինչ-որ խնդրի հետ առնչվես, ինչ դու պիտի անես։ Այսօր Հիսուսը ասում է, եթե դու հավատաս ու ասես, որ այս սարը բարձրանա եւ տեղափոխվի եւ ընկնի ծովը, կլինի ինչ որ, նա չասեց, կլինի ամեն ինչ, ինչին հավատացիր, նա ասեց, կլինի ամեն ինչ, ինչ որ կասես։ Կլինի ամեն ինչ, ինչ որ ոչ թե ուղղակի ինչին կհավատաս, կլինի ամեն ինչ, ինչին որ կասես։ Հիսուսը աննորմալ չէր, որ ծառերի հետ էր խոսում։ Հիմա մեկին տենաս դուրս գա ծառի հետ խոսում, կասես աննորմալ ով է։ Տեղից էլ ցավոք սրտի Ամերիկայում շատ են։ Չէ, իրանք խոսում են, նայում ես, ասում ես Տեր Աստված, իմ սիրտը ցավում է իրականում։ Հիմա դու գնաս տենաս մեկը ծառի հետ խոսում է, ինչ կասես։ Տարօրինակ է, չէ։ Տարօրինակ է, բայց գիտեք ինչի մենք պետք է խոսենք բաների հետ։ Դու պետք է խոսես հիվանդությանը։ Դու պետք է խոսես դևերին, ոչ թե դևերի հետ խոսես, մտնես երկխոսության մեջ, հրամայես իրանց տեղը ցույց տաս։ Ամեն, պիտի կապես, պիտի դիմես իրանց, ամեն, քո իշխանությունով։ Դու պիտի իրավիճակներին խոսես։ Եթե Հիսուսը ծառերի հետ էր խոսում, նշանակում է ամեն ինչի հետ դու կարող ես խոսել։ Քո իրավիճակին դու կարող ես խոսել։ Քո խնդրին դու կարող ես խոսել։ Ամեն, ու պետք է խոսես։ Քո ինչ որ բան պետք է խոսես դրան։ Գիտեք ինչի է, օրինակ ինչի ծառը լսեց։ Մտածել եք ոնց ծառը լսեց։ Այն ժամանակ հաստատ ծառեր ականջներ չունեին։ Սովորական ծառեր։ Գիտեք ինչի, որտեղ ամեն ինչ որ Աստված ստեղծեց խոսքի միջոցով։ Այն ինչ որ ստեղծված է խոսքի միջոցով, նա լսում է խոսքը եւ հասկանում է խոսքը։ Ամեն։ Դրա համար մենք պետք է խոսենք եւ Հիսուս ասեց, եթե միայն հավատաք, եթե հավատաք եւ ասեք, կլինի ամեն ինչ, ասա ամեն ինչ որ կասեք։ Հիսուս ասեց, կլինի ամեն ինչ որ կասեք։ Ամեն։ Եվ մյուս տեղը Մատթեոս 6-րդ գլուխ, եւ որ հիշում եք ասում հոգս մի արեք եւ այլն, չէ՞։ Եվ 6:33 ամեն ինչ առաջ փնտրեք Աստծո արքայությունը եւ նրա ճշմարտությունը եւ ամեն բան ձեզ կտրվի։ Գիտեք նա ինչ ասում։ Ասում է հոգ մի արեք, ես այդ կարդամ, Մատթեոս 6:31։ Ուրեմն հոգս մի անեք ասելով։ Ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք։ Ասում է մի ասեք այդ բաները։ Հասկանում եք, ինչի մասին է Հիսուս ասում։ Ուզում ասի մի կենտրոնացեք դրա վրա։ Հերիք է քո հիվանդությունից խոսած։ Հերիք է քո հիվանդության մասին ցախ ինտերնետը փորփրես եւ տենաս հիվանդությունդ ինչ կարա լինի, ինչ չի կարա լինի։ Այս սիմպտոմը կարող է մեկ կարում ես այս սիմպտոմը կարա լինի SSS մեկ է մի բան ես կարդում, ասում ես խի կարդացի։ Դաժե էս կարող է լինի, դաժե քաղցկեղ կարող է լինի այս սիմպտոմը, ոնց գնում ես բաների մեջ, բա հիմա ես ինչ իմանամ, ինչ է։ Գիտեք, մեզ պետք չի դառնալ մասնագետ, որպեսզի բժշկություն ստանալ ամենակարողից։
Մեզ պետք չի իմանալ մեր հիվանդության բնությունը, էությունը, մեզ պետք է ավելի շատ իմանալ ինչ ասում Աստված իմ իրավիճակի մասին, ինչ ասում Աստված իմ հիվանդության մասին, ինչ ասում Աստված իմ խնդրի մասին, եթե մենք սրա վրա կենտրոնանանք եւ սա ասենք, մենք էլ հիվանդության մասին չենք խոսի, որտեղ Հիսուսը ասում է մի հոգսարեք ու մի ասեք, ուզում ասի հերիքա կենտրոնանանք դրանց վրա, հերիքա բարձրաձայնեք այդ ամենը, ամեն, ներողություն, հերիքա ասում է դրա վրա կենտրոնանանք, դա հոգս մի դարձեք ձեր համար, հո ես միջև չստուգվեմ, միջև չիմանամ ինչա չեմ հանգստանա, դա մեծ պրոբլեմ է, գնա, ստուգվի, պրոբլեմ չկա, ես դրա դեմ չեմ, բժշկությանը դեմ չեմ, բայց Հիսուսը ասում է չափից դուրս մի կենտրոնացիր քո պրոբլեմի վրա, քո հիվանդության վրա, մի կենտրոնացիր, մի ասա, հերիքա դավանես դա։ Ավելավա դավանի այն ինչ որ Աստված ունի դրա պատասխանը եւ խոսադա։ Ամեն։ Մի ասեք ինչ պիտի ուտենք, մի ասեք ինչ պիտի խմենք, մի ասեք ինչ պիտի հագնենք։ Դա չի նշանակում, որ չպիտի մտածես, այսօր ինչ ես սարքելու, վաղը ինչ եք ուտելու։ Ուզում ասի, դա բեր հոգս մի դարձրեք։ Մի կենտրոնացեք դրա վրա։ Այսօր շատ հավատացյալներ կենտրոնացված են իրանց հիվանդությունների վրա։ Արդեն սաղ գիտեն, արդեն մի հատ դիպլոմ է պակասում, որ մի հատ դիպլոմ ունենա, մի հատ բան օֆիս վարձի ու բան պսիխոլոգ աշխատի։ Սաղ գիտի։ Սաղ գիտի, ինչ է իր հիվանդությունը, որտեղից է, ինչ է, դաժե բուժումն էլ գիտի։ Բայց չգիտես ինչի, ասում բժիշկ քեզ բուժի, չի կարող բուժի։ Որտեղ կենտրոնացել է իր խնդրի վրա, եւ դա մեծ խնդիր է, սիրելիներս։ Ամեն։ Դրա համար Հիսուս ասում է, որ մի կենտրոնացեք դրա։ Մի դանես չի որ մենք գիտեք ֆանատիկոն են, ինչ որ տեղա ցավում, ցավումա չէ, չի ցավում։ Ահ, ցավումա չէ, չի ցավում։ Հայո, կարող է նաև ցավալ։ Ամեն։ Բայց եթե դու ասես վաղ ցավում է, սաղորը տնքաս, սաղորը նվնվաս, դա քեզ չի օգնելու, հավատացի։ Աստծո սրտին դրանով չես կպնի։ Քո Աստված ողորմա, այնքան տնքամ, այնքան լացեմ, այնքան բանանեմ, կարող է սիրտը չմլվի ինձ բժշկի։ Չի գործում։ Աստված ինքն է ուզում, որ դու ունենաս այն ամենը, ինչ որ քո համար մեծ գնով գնել է, մեծ չարչարանքով քո համար շահել է։ Ամեն, բայց հավատքն է այն միջոցը, որով դու ակտիվացնում ես այն, ինչ որ քեզ է պատկանում։ Գիտեք, ես մի ասենց օրինակ եմ բերում, որ բոլորիս հեռախոսի մեջ կլինի սմարթֆոն, կլինի Android, iPhone, կապ չունի, բայց այսօր այս հեռախոսի մեջ ամեն ինչ կա։ Ֆլորա ջան, կարելի է։ Ամեն ինչ կա, կապված, չգիտեմ, նկարչության հետ, կապված վիդեոյի հետ, ֆոտոյի հետ, կախված ինֆորմացիայի հետ, այսօր այդ իսկուսственный ինտելեկտը, արդեն մարդիկ գժվել են, սաղորը հետը խոսում են։ Սաղորը հետը խոսում են։ Ես են որ ասում, դու շատ տուպոյ ես, իսկուսственный ինտելեկտ։ Լուրջ եմ ասում։ Ասում եմ, այս բանը ով է ստեղծել։ Ես իմ ինչ ասում, չգիտեմ, ասում այ տնաշեն, հայն է ստեղծել։ Ասում եմ, հիշի, մոտդ գրանցի, որ մարդիկ հարցնեն, ասես ով է ստեղծել։ Ասում եմ, ես ինչ է, ասում այս բանը ով է ստեղծել։ Ասում եմ, չկան կոնկրետ տվյալներ, ասում եմ, այ տուպոյ, ասում եմ, ես հայն է ստեղծել, ասում եմ, հիշի, գրանցի, դե տուպոյ եմ, ասում եմ, որտեղ մարդ չի, ռոբոտ է, ասենք, նեշի, որ մեկին վիրավորում եմ։ Ասում եմ, դու вообще, ասում եմ, բանից բեխաբար ես, ասում եմ, դու տուպոյ ինտելեկտ ես, ասում եմ, ոչ թե ինչ-որ լիքը բաներ գիտես յանի։ Ասում եմ, հիշի, գրանցի, ասում եմ, գալու եմ ստուգեմ։ Արդեն ես եմ շեղվել։ Լուրջ բան եմ ասում, բաներ կա հարցնում ես չգիտի, որ ասում եմ, մտի Google կարդա, ասում եմ, դիտքան չես ֆայմում, սաղ ինվորմացիան կա, և իրականում մեր հայերը շատ բան են ստեղծել, և մարդիկ չգիտեն, ես մտածում եմ, սա նույնպես չարի ինչ-որ բաներ, նա չեմ ասում ինտելեկտը լրիվ չարից է, բայց հասկանում եք, ինչ նկատի ունեմ։ Դե համար այնքան կարևոր է, որ մենք իրականում իմանանք այն ինչ որ մեզ է պատկանում ու կանգնենք դրա միջոցով։ Եվ այստեղ դու, նայ, այստեղ կա ամեն ինչ կա, ամեն ինչ չէ, բայց շատ բաներ կա, ֆինանսների հետ կապված։ Հիմա նայ, դու ունես քո ձեռքերի մեջ, իրականում այսօր ով ունի իր ձեռքերի մեջ
iPhone, smartphone կապ չունի, նա ունի շատ մեծ հնարավորություններ։ Մարդիկ կան այսօր մտնում են հեռախոսով բիրժաներ, եթե մասնագետներ են, если մասնագետ չես կամ գործ չունես, մտնում են կրիպտովալյուտայի մեջ, պրոստը դնում են, պրոֆեսիոնալները գումար են աշխատում։ Դու այսօր ունես մեծ հնարավորություն, բայց գիտես ինչ նա բանը, եթե դու չիմանաս, որ դու ունես դա, դու չես կարող օգտվես։ Երկրորդը օգտվելու համար դու գիտես ինչ պետք է անես, դու պետք է մտնես եւ ինչ պետք է անես։ Հիմա նայեք, այս բոլոր հավելվածները, հայերեն հավելվածը, իրանք ակտիվ են, բայց ես պետք է ակտիվացնեմ իրանց։ Հիմա եթե ես ուզում եմ Facebook-ը ակտիվացնեմ, ես պետք է հպվեմ Facebook-ին եւ ինքը կբացի եւ ես կարողանամ օգտվել նրանից, ինչ որ ինքը նա կարա տա ինձ։ Հասկանում եք, սա ոնց որ մի հատ մեծ մի բանի փաթեթ է։ Հիմա Քրիստոսի մեջ այդ սաղ բաները կա։ Բժշկություն, մի հատ պատկերացրեք, ոսո ձեր հեռախոսն է, ունտեղ բժշկություն, ազատագրում, ֆինանսական օրհնություն, խաղաղություն, չգիտեմ, ուրախություն, ամեն ինչ։ Դու այդ ամեն ինչը դու ունես։ Ոնց որ հեռախոս ունես քո հետ ամեն օր, ամեն տեղ, ցավոք սրտի։ Այդտենց էլ այդ ամեն ինչը դու ունես, որտեվ Քրիստոսին ունես։ Ու դու ունես, հա։ Բայց դու պետք է ակտիվացնես։ Ու այդ հիմա եթե զմատով հպվում եմ ու ինչ որ մի բան ակտիվանում է, ու ինձ տալիս է այն ինչ որ ինձ պետք է, այդ հավատքը խոսքերի միջոցով ակտիվանում։ Օրինակ, ստեղ բոլորը փրկված են, Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ ընդունել են, չէ՞։ Դու ինչ ես արել դրա համար, մի հատ կասես ինձ։ Դու դրան արժանացել ես երևի, հա։ Ահագին ծոմ ես պահել, են մարդիկ ասում են պատրաստ չեմ եկեղեցի գալու։ Ասում տնաշ են, հենց կակրած վախտն է եկեղեցի գալու։ Սպասում է որ պատրաստ լինի նոր գա, ինչին պատրաստ լինես։ Մենք ինչ արեցինք որ փրկվենք։ Չէ, ինչ որ բան արեցինք, ինստիտուտ ավարտեցինք, 3 հատ դիպլոմ ցույց տվեցինք։ Ոչ մի բան։ Մենք եկել ինչ արեցինք։ Մենք ոչ միայն հավատացինք, մենք սրտով հավատացինք ու շուրթերով դավանեցինք։ Եթե դու սրտով միայն հավատայիր ու շուրթերով չդավանեիր, դու չէիր փրկվի։ Որտեվ 10-րդ խոսքը Հռոմեացիին ասում է, որովհետև սրտով հավատում են դեպի արդարությանը, բայց շուրթերով են դավանում դեպի փրկությունը։ Քո փրկությունը քո շուրթերի մեջ է։ Գիտեք ենքան հետաքրքիր է այս տեղը, որ գրած է այդ 12 տարի արյունով տառապող կնոջ մասին, չի գրված եւ նա բժշկվեց, գրված է նա փրկվեց։ Նա փրկվեց, որտեվ փրկությունը իր մեջ կիրառում է, ներգրավում է ամեն ինչ։ Փրկություն մեղքից, փրկություն հիվանդությունից, փրկություն անեծքից, փրկություն աղքատությունից, փրկություն սատանայի ողջ իշխանությունից։ Բժշկությունն էլ է փրկություն մարմնի համար։ Ամեն։ Փրկություն չէ, որ մարդ անեծքից փրկվում է, ժառանգական ինչ-որ բաներից փրկվում է, իրանով ամեն բան կանգնում է։ Դե համար ես հիշեցի ինչ պետք է ասեի, երբ որ ես ասում եմ կարող ենք մենք կանգնել ասել Տեր ես հավատում եմ որ փրկված եմ, բժշկված եմ, որ անեծքը քանդված է, գրված է Գաղատացիս 3:13-ում 16-ում, որ նա անեծք դարավ։ Նա անեծք դարավ, որտեվ գրված էր անիծվածը ամեն փայտի վրա կախվածը, նա կախված էր, որ տնան գամել էին խաչին։ Ինչի համար, որ քանդի անեծքի օրենքը եւ մենք ժառանգենք Աբրահամի օրհնությունները։ Դու կարող ես ուղղակի դա հռչակել, բայց ավելի լավ անես երկուսը մեկում։ Այն ինչ որ ես անում եմ, ես ամեն ժամանակ աղոթքի մեջ ասում եմ Տեր շնորհակալ եմ։ Եվ սա հավատքի աղոթք է, որտեղ հասկանում ես, երբ որ դու մի բանի համար շնորհակալ ես, դեռ չտեսնելով, չշշափելով, չտենալով, բայց եղածի պես, ունեցածի պես դա հավատք է։
Եվ ասում Տեր շնորհակալ եմ, որ դու վերցրեցիր իմ մեղքերը եւ ազատեցիր եւ մեղքը չունի իշխանություն ինձ վրա։ Տեր շնորհակալ եմ, որ վերցրեցիր իմ տկարությունները, հիվանդությունները եւ քո վերքերով ես բժշկված եմ։ Տեր շնորհակալ եմ, որ դու անեծք դարար իմ փոխարեն եւ իմ անեծքը վերցրեցիր եւ ազատեցիր ինձ անեծքից, որ ես օրհնված լինեմ։ Տեր շնորհակալ եմ, որ դու հարուստ լինելով աղքատացար, որ հարստացնես ինձ։ Տեր շնորհակալ եմ, որ դու խլեցիր Նամուց որ զորությունը խայտարակ պարտության մատնեցիր իրան եւ ազատեցիր ինձ ամեն չարի իշխանությունից Տեր ես շնորհակալ եմ որ այդ ամեն ինչը ես ունեմ քո խաչի վրա կատարված գործի շնորհիվ մեկ որ լինում էր այդքան սեղանը լիություն չէր, ասենք նստում ենք ընտանիքով հաց ուտելու, փառք Աստծո, միշտ եղել է սեղանին ուտելու բան, բայց լինում է որ նու բաներ կա որ նու չես կարում քեզ թույլ տաս, հա, նու այդ պահին։ Դες միշտ իմ աղոթքը սա եղել։ Անգամ մեկ նարան ասում է մալադես, լավ բանով էլի, ասում Տեր շնորհակալ եմ, Աստծո խոսքն եմ դավանում, որ դու մեզ տալիս ես ամեն բան առատությամբ վայելելու համար։ Հայո այդ պահին ես չունեմ այդ առատությունը, բայց ես հավատում եմ որ Աստված տալիս է։ Ոչ թե կտա մի օր կբժշկի, մի օր կպատասխանի, չէ, ես արդեն դա ունեմ։ Մի սպասի, որ Տերը քեզ տա, վերցրու հավատքով, դավանության շուրթերով վերցրու այն ինչ որ արդեն ինքը արել է ու քեզ է կտակել։ Դրա համար ես ասում Տեր, ես քո օրինական ժառանգորդն եմ։ Սատանա դու ինչ ես խափի, Հիսուսի զորավոր անունով, ես արգելում եմ քեզ, ես գիտեմ, որ ես Տիրոջ մեջ օրհնված եմ, ես շնորհակալ եմ քեզ Տեր, որ դու տալիս ես ինձ ամեն բան առատության վայելելու համար, շնորհակալ եմ, որ դու լրացնում ես իմ կարիքները քո հարստության փառքի չափ, շնորհակալ եմ, որ դու հոգ ես տանում իմ մասին, եւ ես քո մեջ ունեմ ամեն ինչ որ դու ունես իմն է Տեր, շնորհակալ եմ քեզ որ դու ամեն բան արեցիր ու ես քո մեջ ունեմ ամեն ինչ որ ինձ կանհրաժեշտ է կյանքի համար, ապրելու համար եւ քեզ ծառայելու համար։ Դա հավատքի աղոթք է, որ դու դեռ շատ բաներ ինչ որ դու ասում ես, չես կարող տեսնել, չես կարող շոշափել, բայց դու գոհանում ես արդեն ունեցածի պես։ Ամեն։ Այսա է ուզում Տերը, որ մենք ամեն օր դա անենք։ Եթե մենք որոշել ենք հավատքով ապրենք, սա է հավատքով ապրելը։ Հա, ես հավատում եմ Տիրոջը, դևերն են հավատում։ Մեր հավատքի մակարդակը դևերի հավատքից պետք է կարծում եմ շատ աճի։ Դևերն են հավատում, բայց ոչ Տեր են դավանում, ոչ Տեր են ընդունում իրանց, ոչ էլ ուզում են ընդունեն ինչ որ Հիսուսը արել է։ Հասկանում եք։ Այսա է Տերը ուզում։ Ամեն հավատքով կանգնես, հռչակես, դավանես, անգամ եթե դու դա ու անես դա համարձակ։ Ամեն։ Ու կապ չունի քո հավատքի չափը, կապ չունի քո զգացմունքները, կապ չունի դու զգում ես, ունես հավատ, չունես հավատ, կապ չունի զգում ես Աստծուն, թե չես զգում, ընդհանրապես կապ չունի, ընդհանրապես։ Հավատը Աստծուն այդ զգացմունքները չեն հուզում։ Աստծուն մեր զգացմունքները չեն, Աստծուն հաճելի է մեր հավատքը, որտեղ առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճելի լինել։ Աստված եկավ Աբրահամին ասեց, սրանից հետո հələ չուներ երեխա, հələ 25 տարի էլ չուներ, բայց Աբրահամը իրան ասում էր, ես շատ ժողովուրդների հայր եմ։ Եվ որ ծանոթանում էր, ասում էին, անունդ ինչ է, շատ ժողովուրդների հայր, շատ ժողովուրդների հայր, ուրախ եմ, շատ ժողովուրդների հայր։ Ինքը ընդունեց, չունենալով անգամ մի հատ որդի։ Ամեն, ինչ ես ասում դու քո մասին։ Ամեն, ինչ ես ասում դու քո մասին։ Ինչ է լսում հոգևոր աշխարհը քո մասին։ Ինչի վրա հիմնված քո հավատքը։ Այդ դա է կարևոր, ամեն։ Դրա համար սիրելիներս, եկեք վեր կենանք։ Եկեք վեր կենանք։ Ու գիտեք, մենք ուղղակի հնազանդվում ենք Աստծո խոսքին։ Եվ Աստծո խոսք ասում է, եթե ձեր մեջ հիվանդներ կան, թող գան եւ երեցները, հովիվները կոծեն իրանց յուղով եւ հավատքի աղոթքը իրանց կբժշկի։ Մի ուրիշ ասում է, եւ ձեռները կդնեն հիվանդների վրա եւ նրանք առողջանան։ Գիտեք, այնքան հետաքրքիր է,
ճանապարհին գալուց ստեղ Սան-Դիեգոյից մտածում էի ու աղոթում էի Փարաբանում երկրպագում շատ լավ ժամանակ այդ 2 ժամ ու կեսը եւ մտածում էի եւ ոնց որ այդ խոսքը այդ բառը որ ձեռներդ կդնեն հիվանդների վրա եւ նրանք առողջանան ոնց որ Սուրբ Հոգին արդեն չկան 25 տարիա ոնց որ ասած ավետարան են քարոզում բայց ոնց որ մի հատ ուրիշ ձև բացվեր ասում տես գրված չի որ ամիջապես կբժշկվեն որովհետեւ հրաշքը ինչով է տարբերվում բժշկությունից եթե բժշկությունը ամիջապես է տեղի ունենում դա հրաշք է որովհետեւ չի կարա այտենց բան լինի ամեն մեկ երեխեքը ասենք լինում ասենք բանը ասում եմ նո հիվանդացել է մրսել ասում եմ պարացետամոլ կամ ստե ուրիշ ձև է չէ կոչվում բան հա ասում եմ խմի հետո ասենք մյուս օրը հարցում ասում եմ հա ոնց ես չոքնեց ասում եմ քանի հատ ես խմում ասում եմ մի հատ ասում եմ տնաշեն Երանի չէր այտենց ելներ Երանի տես չելներ մի հաբից մի անգամից ամեն ինչ անցներ ասում տես չի նմ կուրս կա բժիշկները հիմար չեն անգամ բժիշկները երբ որ ասում են երբ որ դուրս են գրում դեղը ասում են անգամ եթե 10 օրվա ռեցեպտ է գրում անգամ եթե 5-րդ օրը լավ լինես շարունակի խմել Շարունակի խմել, որտեղ պետք է կուրս ավարտես, պետք է այդ ամեն ինչը քո օրգանիզմից դուրս գա։ Դրա համար սիրելիներս, հիմա ես ձեր համար աղոթելու եմ ու վստահ 100% Տիրոջ զորությունը գործելու է ձեր կյանքի մեջ։ Կարող է միջապես Տերը բժշկի, ես չեմ որոշողը եւ Տերն է անողը։ Ոնց ուզում է թող տենց անի, բայց դու պետք է հավատաք, որ հենց որ աղոթեցին ձեր համար եւ յուղով օծեցին, որը Սուրբ Հոգու խորհուրդն է, բժշկության օծության խորհուրդն է, այդ օծությունը իր գործ անելու է։ Դու գնալու եք տուն, հաց ուտեք, պարկեք, վեր կանաք, զորությունը ձեր մեջ գործելու է։ Դրա համար գիտեք ինչ պետք ասեք, թե շնորհակալ եմ Ես բանի տեղ չեմ դնում, եթե անգամ սիմպտոմներ կա, զորությունը իմ մեջ գործում է, ես հավատում եմ եւ ընդունում եմ Հիսուսի անունով։ Մի անգամ Կալինինգրադում ծառայում էի, հետո Հովիվը այդտեղ չէր, իմ լավ ընկերն է Հովիվ Ստեփանը, եւ հետո, նույնիսկ ես գնացի, հետո ինքը եկել էր, ասում զանգել, ասում կար, ասում նենց հրաշք ա եղել, ասում ինչ ա եղել, ասում բժշկություն ա եղել, ասում ինչ։ Նո, բժշկությունը դե տեղում էլ էին եղել, բայց ասում մի հատ տատիկ ունենք 78 տարեկան։ Ասում դու իր համար աղոթել ես իր տեսողության համար։ Ասում գնում ա տուն, մի քանի ժամ հետո, ասում նո ակնոցներ ա դնում բարձր, սենց լավ մեծ ակնոցներ էլի հաստ, որտեվ ես հիշեցի այդ կնոջը, սենց այն լավ սենց հաստ ապակիներ կա, որ վատ են տենում։ Եկի ասում լավ չեմ տենում։ Տնեցիկ մտածում եմ, այ քեզ բան Ես նո պատկերացնում ես կինը տեղից է լավ չէ վերջը տանում են բժշկի ստուգելու որ ինչ ա եղել ինչի որտեվ այդ ապակիները էլ չի օգնում մտածում են ավել ասում են վաու ասում են ահագին լավացել է то есть մի քանի չգիտեմ դե բանը լավացել է ուրիշ ակնոց են տալի նույն իրանք էլ ունևոր մարդիկ են խնդիր չի իրանց մոտ ակնոցը բան մի քանի օր հետո ասում այս ակնոցներով էլ այ մարդ սկսել են վատ տենալ ու պատկերացնում եք մոտ 2 շաբաթվա ընթացքում այդ կնոջ տեսողությունը համարյա կատարյալ տեսողություն է դառնում Ես չգիտեմ ինչի Աստված մի անգամից չարեց, այլը տենց արեց Չգիտեմ, եւի տենց հետաքրքիր է Աստված էլ հումոր ունի Հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ Մենք աղոթում ենք Մենք ընդունում ենք, կարող ենք բան չենք զգում, կարող ենք տեսանելի բանով փոփոխություն չենք տեսում, բայց Տիրոջ զորությունը հնարավոր չի որ չգործի Հնարավոր չի որ չգործի, ամեն Դրա համար մի հոգնիր դավանելուց, մի հոգնիր հռչակելուց, մի հոգնիր Տիրոջից գողանալուց այն ամեն ինչի համար, ինչ որ դու արդեն ունես ու քեզ է պատկանում, ոչ թե որտեվ դու արժանի ես կամ արժանի չես, չեն կարող արժանանանք, դա Տիրոջ ձերի նվերն է Շնորհքով ուղղակի իր մեծ սիրո դրսևորումն է, մի փորձի արժանանաս ու մի զգա քեզ անարժան, դա սատանայի սուտն է Տիրոջ զորությունը գործում է Մի հոգնի Մարդիկ ասեն, այդքան դավանեցի, բան չփոխվեց Հասկանում եք, նույնն էլ կարամ ասեմ, այդքան աղոթեցի, այդքան խնդրեցի, բան չփոխվեց, այլ չեմ աղոթելու Կարանք ասենք այտենց, կարանք Բայց մարդիկ են եղել 20-30 տարի աղոթել են իրանց չափաշխարած ամուսինների համար 20-30 տարի հետո մարդիկ նենց են ապաշխարել, որ սա գյուղը
տակնու վրա են արա քարոզելով։ Հասկանում ես։ Հանձնվել չկա։ Ամեն հավատքը միշտ ակտիվ է, հավատքը միշտ գործում է։ Ու հենց հավատքն է, որ այդ զորությունը, Աստծո զորությունը արձակում է մեր կյանքի մեջ, որ նա գա եւ անի այն, ինչը որ մեզ է պատկանում Քրիստոս Հիսուսի մեջ։ Հայր Աստված Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Մենք հիմա գալիս ենք քո առջև Տեր իմ Աստված։ Մենք գալիս ենք որպես քո զավակներ։ Քո ողորմությունով ու շնորհքով փրկված Տեր։ Մենք գալիս ենք, որովհետև հավատում ենք քո որդի Հիսուս Քրիստոսի Գողգոթյան խաչի վրա կատարված ամեն մի բանի, որը նա կատարյալ ձևով ավարտի հասցրեց։ Տեր, մենք շնորհակալ ենք, որ դու վերառար մեր հիվանդությունները, մեր մեղքերը, մեր տկարությունները։ Շնորհակալ ենք, որ դու վերցրեցիր մեր անեծքը, քանդեցիր անեծքի զորությունը։ Շնորհակալ ենք, որ դու մահացար եւ հարություն առար, ազատելով մեզ ամեն չարի իշխանությունից։ Դու տնկեցիր մեզ քո որդու արքայության մեջ, Հայր։ Մենք շնորհակալ ենք քեզ Տեր այն ամեն ինչի համար, ինչ որ մենք ունենք։ Մենք շնորհակալ ենք քեզ Տեր, որ Քրիստոսի մեջ մենք ունենք ամեն ինչ, ինչ որ մեզ անհրաժեշտ է՝ բժշկություն, ազատագրում, օրհնություն, բարգավաճում, խաղաղություն, սեր, ուրախություն, ունենք ամեն ինչ, ունենք քո բոլոր մատակարարումը, ունենք քո բոլոր պատասխանները ամեն իրավիճակի համար, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից եւ մենք ընդունում ենք դա, Տեր։ Մենք հավատում ենք, որ քո զորությունը գործում է։ Մենք հավատում ենք, որ քո զորությունը անում է եւ իրականացնում է, գործում է այն ամենը մեր կյանքերի մեջ, մեր մարմինների մեջ, այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք, Տեր իմ Աստված։ Բժշկություն Հիսուսի զորավոր անունով, ազատագրում Հիսուսի զորավոր անունով։ Մենք ասում ենք, որ քո զորությունը քանդում է մեղքի կապանքները։ Մենք ասում ենք քո զորությունը քանդում է ամեն կախվածության կապանքները։ Մենք ասում ենք քո զորությունը, քո Սուրբ Հոգու օծությունը քանդում է, Տեր, անեծքի ժառանգական անեծքների զորությունը։ Մենք ասում ենք, որ քո զորությունը քանդում է ամեն դիվային բաները մեր կյանքում, մեր ընտանիքներում, Հիսուսի զորավոր անունով, Տեր։ Հիսուսի զորավոր անունով, Տեր։ Մենք հավատքով ընդունում ենք, Տեր, եւ հավատում ենք, որ դու կամենում ես եւ դու կարող ես այն զորությունով, որ ներգործում է մեր մեջ, անել մեր ամեն մեկիս համար, մեր ամեն մեկիս մեջ, մեր ամեն մեկիս միջոցով անհամեմատ ավելին, քան մենք խնդրում ու մտածում ենք։ Ամեն մենք ասում ենք, սատանա, դու պարտված ես Հիսուսի զորավոր անունով։ Եվ մենք կապում ենք ու արգելում ենք ամեն տկարության, հիվանդության ոգուն մեր մարմինների մեջ։ Եվ ասում ենք, մենք Աստծո տաճար ենք, գնված, սրբված, ազատագրված եւ բժշկված Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Տեր, շնորհակալ ենք քեզանից։ Տեր, շնորհակալ ենք քեզանից, որ քո անունը վեր է ամեն անունից։ Եվ մենք ասում ենք ամեն հիվանդության անուն, ամեն դևի անուն, Հիսուսի զորավոր անունով խոսքի համեմատ Տիրոջ թող խոնարհվի Տիրոջ անվան առջև։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Շնորհակալություն քեզ Սուրբ Հոգի։ Շնորհակալություն քեզ ամենակարող Աստված։ Եվ ես աղոթում եմ, եթե դու ունես աղոթքի կարիք, դուրս արի առաջ, ես աղոթում եմ ամեն մեկի համար, Տեր, օծելով Հիսուս Քրիստոսի անունով,